Բարի օր, իսկ դու գիտես, թե ով է ստեղծել փայտիկով պաղպաղակը։ Եթե հետաքրքիր է իմանալ, ուրեմն դիտիր հաջորդ վիդեոն, որովհետև շատ հետաքրքիր է։ 1905 թվականին Ամերիկայում ապրող մի երեխա իրենց տնից վերցնում է մի բաժակ, մեջը լցնում է գազավորված հյութ, ջուր, քաղցրավենիք եւ իջնում դուրս խաղալու։ Դրսում նա գտնում է մի փայտի կտոր ու սկսում դրանով խառնել բաժակի պարունակությունը։ Այնուհետև բաժակը մոռանում է դրսում եւ գնում տուն։ Գիշերվա ընթացքում ուժեղ ցուրտ է լինում եւ բաժակի պարունակությունը ամբողջությամբ սառում է։ Հաջորդ առավոտ նա բաժակից հանում է սառած զանգվածը, սկսում համտեսել եւ տեսնում է, որ դուրը շատ է գալիս։ Ուղիղ 19 տարի անց 1924 թվականին այդ տղան, ում անունը Ֆրենկ Էփերսոն էր, գրանցում է իր այս միտքը որպես հեղինակային իրավունք, ինչից հետո ամբողջ աշխարհում լայն տարածում է գտնում ինչը։ Դե իհարկե փայտիկով պաղպաղակները։ Տեսնում եք, թե մեր աչքի առաջ նույնիսկ անկախ մեր կամքից ինչքան սովորական բաներ են տեղի ունենում, որոնք կարող են դառնալ համաշխարհային պատմության մի մաս։ Իսկ Հայաստանի ներկայիս պատմության մի մասն է, քանի որ Grand Candy ստեղծել է նոր նայերի պաղպաղակ, որը միակն է Հայաստանում, որ ստեղծված է մրգերից, յոգուրտից, հատապտուղներից եւ նույնիսկ չիայի սերմեր է պարունակում, որոնք շատ օգտակար են։ Կարճ ասած, ամառային հաճույքի ժամանակակից համ։